Մեդիտացիա հատուկ վահանաձև գեղձի հավասարակշռման համար։ Այս մեդիտացիան ոչ մի կերպ չի կարող փոխարինել ձեր ընթացիկ բուժումը։ Ես վերադառնում եմ իմ մարմնի դաշնությանը։ Վահանաձև գեղձի խնդիրներն ունեն ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր արմատներ։ Մարդկանց մոտ դրանք կարող են տարբեր պատճառներ ունենալ, բայց հիմնական մտահոգությունները հաճախ կապված են լինում ինքնաարտահայտման և սեփական ճշմարտության արտահայտման հետ։ Սա կարող է լինել հոգեբանական ճնշման հետևանք, երբ մարդը երկար ժամանակ չի արտահայտում իր մտքերը կամ զգացմունքները, վահանաձև գեղձը կարող է արձագանքել։ Սա կարող է լինել սեփական ձայնի անտեսման պատճառով, երբ մարդը ուրիշների կարծիքին ավելի է հակված, քան իր ներքին ճշմարտությանը։ Թաքցրած խոսք, զգացմունք։ Եթե մարդը չի արտահայտում իր խոսքը կամ զգացմունքները, էներգիան խտանում է վահանաձև գեղձում։ Վահանաձև գեղձը կապվում է մարդկոցային էներգիայի նյութափոխանակության և մարմնի էներգետիկ հոսքերի հետ։ Սթրես, անհանգստություն, անպատասխան խոսքեր կամ երկարատև մտահոգությունները կարող են ազդել T3, T4 հորմոնների վրա։ Վահանաձև գեղձը հաղորդակցման և ստեղծագործական կենտրոն է վոկալ էներգետիկա խոսքի արտահայտման միջոցով։ Երբ մարդը ցանկանում է խոսել, բայց վախենում է կամ ձայնն անհամապատասխան է ներքին զգացողությանը, դա կարող է ֆիզիկապես դրսևորվել։ Կարող է նաև ցուցադրել ինքնաճնշման կամ ներքին ճնշման պահվածք, երբ մարդը չի հավատում, որ իր կարծիքը կարևոր է։ Մարմնի խնդիրը հաճախ էմոցիոնալ արմատ ունի։ Եթե մարդը աշխատի ինքնաարտահայտման, ճշմարտության բարձրացման, էներգիայի ազատ հոսքի վրա, հաճախ վահանաձև գեղձի վիճակը նույնպես լավանում է։ Կարող եք անել հետևյալ վարժությունները. ձայնային վարժություններ, գլուխը բարձր, մեջքը ուղիղ, խորը շունչ, առավել հայտնի է հում կամ լա ձայների արտաբերելը, երկարացնելով ձայնը։ Սա թույլատնում է վահանաձև գեղձի էներգետիկ կուտակումները։ Կարելի է նաև շշնջալ կամ արտաբերել «ես ազատ եմ» բառակապակցությունը, զգալով, որ բառը էներգիա է բացում։ Ձայնային սուլոցներ, շնչելու ու արտաշնչելու ընթացքում թեթևորեն երգել կամ սուլել, շնչառությունն ու ձայնը համադրելով։ Հոգեբանական աշխատանք։ Արտահայտման ամենօրյա օրագիր։ Գրիր այն ամենը, ինչ ուզում ես ասել, առանց դատելու։ Թույլ տուր, որ լսվի սեփական ձայնդ, անկախ այն բանից ընդունված է այն, թե ոչ։ Հաղորդակցման վարժություններ։ Բարձրաձայն արտաբերիր զգացմունքներդ, առանց դատելու։ Օրինակ, ես վախենում եմ ասել իմ կարծիքը, ես ցանկանում եմ ազատ արտահայտվել և զգա էներգիայի ազատ հոսքը։ Էներգետիկ և հոգևոր մեթոդներ, վզի կենտրոնի մեդիտացիա, որն էլ այսօր պատրաստել եմ ձեզ համար։ Այս մեդիտացիան նվիրված կլինի քո մարմնի հետ սիրո և հաշտության վերականգնմանը։ Քո մարմինը երբեք քո թշնամին չի եղել, այն պարզապես փորձել է քեզ պաշտպանել, ինչպես կարողացել է։ Հիմա ժամանակն է վերադարձնել սիրո էներգիան դեպի ներս, դեպի այն վայրը, որտեղ դու միշտ ամբողջական ես եղել։ Պառկիր հարմար դիրքով։ Փակիր աչքերդ և սկսիր խորը շնչել։ Թույլ տուր, որ ամեն բառ թափանցի քո սրտի մեջ և հիշեցնի, որ բուժումը միշտ քո ներսում է եղել։ Դու ամբողջական ես։ Դու սիրո մարմնավորումն ես։ Վերցրու խորը շունչ, զգա, թե ինչպես է օդը մտնում քո կոկորդով
եւ հոսում դեպի քո սիրտը։ Թող մարմինը դանդաղ հանգստանա։ Ուշադրությունդ բեր կոկորդիդ կենտրոն, վահանաձև գեղձի հատված։ Պատկերացրու փափուկ կապտավուն լույս։ Խորը նեշունչ, շնչիր այդ լույսը։ Խորը արտաշնչիր։ Յուրաքանչյուր նեշունչի հետ այդ լույսը դառնում է ավելի պայծառ։ Յուրաքանչյուր արտաշնչման հետ դառնում ես ավելի ազատ։ Այդ լույսը մեղմորեն լվանում է բոլոր չարտահայտած խոսքերդ, չասված ճշմարտություններդ, պահված հույզերդ։ Ասա մեղմ վստահ ձայնով. Ես ինձ թույլ եմ տալիս արտահայտել իմ սրտի ճշմարտությունը։ Ես այլևս չեմ լռեցնի իմ ձայնը։ Ես կխոսեմ սիրով, հանգստությամբ և վստահությամբ։ Հիմա զգա, թե ինչպես է սրտիցդ բխում վարդագույն փափուկ լույս, որը սկսում է խառնվել կապտավուն լույսի հետ։ Երկու լույսերն էլ հոսում են մարմնիդ միջով, լցնելով յուրաքանչյուր բջիջ սիրո հիշողությամբ։ Մեղմ հիշեցրու ինքդ քեզ։ Սիրելի մարմին, շնորհակալ եմ, որ միշտ փորձել ես պաշտպանել ինձ։ Ներիր ինձ այն պահերի համար, երբ ես քեզ չեմ լսել։ Ես սիրում եմ քեզ։ Ես հիմա քեզ հետ եմ։ Խորը շունչ, զգա մեղմ ջերմություն կամ թեթև ալիք, որը հոսում է մարմնիդ միջով։ Սա սիրո էներգիայի վերադարձն է, վերադարձ դեպի քո էությունը։ Հիմա ասա. Ես վերադառնում եմ իմ մարմնի դաշնությանը։ Ես ընտրում եմ ինձ։ Ես անվտանգ եմ։ Ես ապահով եմ։ Ես առողջ եմ։ Ես սիրված եմ։ Եվ ես սիրում եմ։ Մնա այս էներգիայի մեջ մի քանի վայրկյան։ Բեր քո երախտագիտությունը դեպի քո մարմին։ Երախտագիտություն զգա քո հանդեպ։ Քո մարմնի հանդեպ։ Քո սրտի հանդեպ։ Քո կյանքի հանդեպ։
ասա շնորհակալ եմ։